որ կալանքը որպես խապանման միջոց քննելու մասին միջնորդության քննարկումը ավարտվեց, քննչական մարմինը ներկայացրեց իր տեսակետը, պաշտպանական թիմը մանրակրկիտ ձևով ներկայացրեց մեր տեսակետը, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կայացնելու վերաբերյալ ժամ չի ներկայացրել, բայց մեր խորին համոզմամբ դա կլինի մոտակա առաջիկա 1-2 ժամերի ընթացքում։ Անդրադառնողը ինչ հիմնավորումներ էր Եվ մեղադրանքի հիմքում բացառապես հայտարարություն։ Մեղադրանքի հիմքում բացառապես դրված է այն տեսանյութը, որը որ դուք բոլորը տեսել եք եւ մենք խորին համոզմունք ունենք, որ դա հանցագործության տարեր իր մեջ չի պարունակում։ 4 ժամ քննություն ընթացավ։ 4 ժամ քննություն ընթացավ, քանի որ փաստաբանական թիմը շատ մանրակրկիտ հարցադրումներ է ներկայացրել, շատ մանրակրկիտ փաստաթղթեր է ներկայացրել, մեր կանխատեսումները, եթե լինեն օբյեկտիվ, տեղում այդ միջնորդությունը պետքա մերժեն, իսկ այս հարուցված շինց ու քրեական գործը տեղում պետքա կարճվի։ Եթե խոսենք օբյեկտիվության մասին, իսկ եթե ոչ օբյեկտիվ, դա ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Ինչ հիմնավորումներ են։ Դե այդ 4 ժամ տևած process-ը ես չեմ կարող ձեզ մանրամասնել։ Դուք երկար տարիների փաստաբանական գործունեություն եք իրականացնում, փաստացի դուք կարող եք նաև կանխատեսել դատավորի վախեցած էր, հրահանգ էր ստացել, զանգ էր ստացել։ Չեմ կարող որևէ կանխատեսումներ անել, բնականon հունով դատական process է տեղի ունեցել։ Խնդրում եմ բոլորդ սպասեք, նախ բոլորիցդ խորին շնորհակալություն եմ հայտնում, որ ստեղ եք գտնվում, ի աջակցություն պարոն Կարապետյանին, խնդրում եմ բոլորս զինվենք համբերությամբ, սպասենք դատարանի դատական ակտին, հուսանք, որ դա կլինի օբյեկտիվ եւ իրավաչափ։ Շնորհակալ եմ։ Խնդրում եմ էլ հարցեր մի տվեք։ Պարոն Կարապետյանի տրամադրությունը ինչպես միշտ շատ լավ էր, ժողովուրդ, շատ լավ։